Բարև սիրելի բարեկամներ, այսօր շարունակում ենք մեր հերթական ֆրանսերենի դասը։ Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել կանանց տոնը, ցանկանում եմ բոլոր այն հաջողությունները, որոնք որ դուք կցանկանայիք ձեր կյանքում։ Ֆրանսերենում մենք ասում ենք bon fête maman, je t'aime maman, fête de mère, մի խոսքով տարբեր տարբերակներ։ Հայ ես ես ներկայացնում եմ այն սիրտը, որի մեջ գրած են ֆրանսերեն լեզվով բոլոր քաղցր բառերը ու արտահայտությունները, կարող եք կարդալ եւ ընդհանրապես օգտագործել։ Անցյալ դասին մենք ծանոթացանք տարակապակցություններին, բայց այսօր մենք նորից շարունակենք սովորել մի շարք տարակապակցություններ, որոնք որ շատ անհրաժեշտ են ֆրանսերենում ճիշտ կարդալու եւ ընկալելու համար, որտեղ դրանք տարակապակցություններ են, որոնք մենք կարծես թե լսում ենք մեկ հնչյուն կամ լսում ենք այլ հնչյուն, բայց գրվում է այլ կերպ, տառերը այլ են, հնչյունները այլ են։ Այս հնչյունները հիմնականում կոչվում են լիեզոն կամ քթային։ Որոնք են քթի հնչյունները։ Ֆրանսերեն ասում ենք le voyelle nasale։ Այս տառը երկու ձայնավորների միջև մենք կարդում ենք z։ Ֆրանսերենում քթի հնչյունները արտասանվում են քթից դուրս եկող օդով։ Օրինակ a n կամ e-n։ Մենք պիտի արտասանենք a երգեցիկ, n քթի մեջ սեղմած, փակած։ Հենց ասում ենք նև արագ կանգ ենք առնում։ Օրինակ enfant, n արդեն քթի մեջ սեղմում ենք ու կանգնացնում ենք։ Grand, այսինքն դուք լսում եք n կամ չեք լսում, բայց a-ն եք լսում երգեցիկ։ on, nom, bon, քթի մեջ էլի, in, on, ասում ենք, բայց իրականում ավելի շատ on է հնչում երգեցիկ, in, 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 մենք այս բոլոր իրար հետ ասում ենք n սեղմած, compan, matin, okay, une, նորից չենք արտասանում, ոնց որ պետք է։ Une ասում ենք une, բայց n էլի սեղմած քթի մեջ։ Կամ կապակցված հնչյուններ։ Կապակցված հնչյունները ընդհանրապես իրենք գրվում են առանձին, բայց նախորդ բառի վերջին բաղաձայնը միանում է հաջորդ բառի ձայնավորին և կատարվում է, այսպես ասած, միացում, ֆրանսերենում ասում ենք liaison։ Օրինակ, նախորդ բառը ենթադրենք suis, je suis, j'ai, suis, s, s-ը վերջում չենք կարդում, եթե liaison չկա, arménien, ասենք, je suis arménien, մենք գրում ենք je suis, վերջում s, առանձին, arménien առանձին, բայց արտասանալուց ասում ենք je suis arménien, այսքան տեղի ունենում liaison, վերջին բաղաձայնը s-ը միանում է հաջորդ բառի a-ին, arménien, եւ քանի որ s-ը s-ից առաջ i է եւ հաջորդ բառը a է, s-ը դառնում է z։ Իսկում է ես կարողանում եմ բարձ բացատրել հասկանալի լինելու համար։ Մենք նայում ենք էկրանին եւ էկրանի տարբերակում գրված է nous avons, վերջում որ s-ը չի կարդացվում, avons այդ խմբայի հոգնակի թվի առաջին դեմքն է։ Եվ s-ը միանալով a-ին nous avons է դառնում, այսինքն s-ը, որից առաջ գրված է u ձայնավորը եւ հաջորդ բառը, որ սկսում է avon a ձայնավորով, ինքը բառամիջում դառնում է z։ Մենք արդեն այս տարակապակցությունների
ժամանակ, երբ որ բացատրել եմ, ես ես բացատրել եմ, եթե չեք հիշում, խնդրեմ նայեք նախորդ դասը։ Il zone, նայեք, être բայը խոնարհվելից ասում ենք ils sont, դա être բայն է, բայց il zone սա avoir բայն է, որտեղ s-ը կարդացում է z երկու ձայնավորների մեջ, այսինքն հաջորդ բառը սկսում է ont, մեր avoir բայի երրորդ դեմքն է, հոգնակի թիվ։ Les enfants, ընդհանրապես le արտիկլն է, որը ցույց է տալիս, որը միշտ դրվում է գոյականի հետ։ Մենք սա առանձին էլի արտիկլներ թեմայով խոսենք, բայց առաջ մենք բայերը, հա, խոսենք, հետո մնացածը իր հերթով կգնա։ Ուրեմն les enfants s-ը էլի միանում է հաջորդ բառին եւ դառնում է s ու մենք կատարում ենք les-ով։ Ուրեմն խորհուրդ եմ տալիս վերցնել ցանկացած գեղարվեստական գիրք, կես էջի չափով փորձել բառժություններ արտասանել, գտնել լիեզոնները եւ գրել YouTube-յան էջում, փորձեք ճիշտ արտասանել, արդեն երբ որ աչքը տեսնում է, երբ որ դուք բառերը սկսում եք դուրս բերել, գրել, արդեն դա դառնում է ոնց որ ասած սովորություն ու հետո դուք կարեստավարժ եք դառնում։ Ուրեմն հետո լսեք ֆրանսերենը, ինչպես են, ասենք, հենց իրենք ֆրանսացիները խոսում ու փորձեք վերարտադրել, ինչպես որ կարող եք։ Մենք շարունակում ենք բայեր թեման եւ այսօրվա թեմաներից է բայերը եւ անցյալ ժամանակը։ Մենք խոսելու ենք նաեւ այն բայերի մասին, ովքեր որ շարժում են ցույց տալիս, որոնց խոնարհումը տարբերվում է ընդհանրապես եւ իրենք երբ են avoir բայով խոնարհվում, երբ որ կազմում են passé composé եւ երբ են իրենք խոնարհվում être բայով։ Passé composé հայերեն ասում ենք կատարյալ անցյալ։ Ֆրանսերեն հիմնական անցյալ ժամանակներից մեկն է, որը որ մենք մշտապես օգտագործում ենք եւ մշտապես դուք այն լսում եք։ Այն օգտագործում է անցյալ կատարված եւ ավարտված գործողությունները նկարագրելու համար։ Կազմվում է երկու բաղադրիչից։ Մի քանի անգամ ես արդեն նշել եմ եւ օժանդակ բայը կազմվում է avoir կամ être բայով, ելի նշել ենք մի քանի անգամ, որը խոնարհվում է ներկա ժամանակով։ Հիմնական բայի անցյալ մասնակցությունը դա participe passé-ն է։ Passé composé-ի կազմությունը, ինչպես ասացինք, բաղադրյալ բայ է, որը participe passé-ն եւ պլյուս avoir կամ être բայերն են, avoir եւ être բայերն է խոնարհվում է ներկա ժամանակում։ Բայց մեծամասնությամբ մենք օգտագործում ենք avoir բայը, իսկ être բայը օգտագործում հիմնականում շարժում ցույց տվող բայերի դեպքում։ Օրինակներ avoir-ով j'ai mangé, ai avoir բայի առաջի դեմք manger participe passé, ինքը գրվում է ը-ը ընկնում է վերջի ը-ի վրա դնում ենք accent aigu։ Nous avons fini, մենք ավարտեցինք, fini finir բայն է, որը որ երկրորդ խմբի բայ է, être բայի օրինակներ, il est allé, նա գնաց, elles sont arrivées, նրանք հասան։ Օրինակ passé composé գործածությունը, կարճատև ավարտված գործողություններ, hier j'ai vu un film, երեկ ես ֆիլմ տեսա, հերթական գործողություններ անցյալում, il est entré, il a pris un café et il est sorti, նա մտավ, խմեց սուրճ եւ դուրս եկավ, կամ անսպասելի կոնկրետ պահի կատարված գործողություններ, tout d'un coup elle a crié, հանկարծ նա գոռաց։ Passé composé ունի ձևափոխումներ, օրինակ, ուղղակի լրացման դեպքում, երբ որ մենք avoir բայի օգնությամբ ենք կազմում passé composé-ն, փոփոխություն տեղի չի ունենում, բայց եթե être բայով ենք մենք կազմում
passé composé են, ապա COD-ի արկայության ժամանակ այդ բայով խոնարհվող շարժում ցույց տվող բայերը ինչպես է համաձայնությունը լինում il est tombé այստեղ արական սերն է հարկմանությունը նա ընկավ elle est tombé իգական սերը ներկայացնում եւ tombé բայը վերջում մենք գրում ենք ես արդեն մեկ այլ դեպքում օրինակում դա բացատրել եմ, բայց այդ ժամանակ ես սխալ չէի համարում, քանի որ դեռ այս դասը չէր եղել։ Ուշադրություն, երբ որ արական սերը կամ ընդհանրապես գոյականն է արական, ասենք լատեղ, սուանյե, etc. տարբերակներում մենք գրում ենք տառը վերջում։ Այսպիսով այս կանոնները շատ կարևոր են passé composé-ի կիրառման համար։ Այժմ անդրադառնանք հատուկ այն բայերին, որոնց խոնարհումը և կիրառումը տարբերվում է։ Ֆրանսերենում որոշ բառեր, որոնք ցույց են տալիս շարժում կամ տեղափոխություն, կազմվում են այդ բայով passé composé ժամանակաձևում։ Այս բայերը հիմնականում մտնում են հատուկ կանոնի մեջ և ունեն այլ համաձայնություն։ Այսպես, ուրեմն, որոնք են այս շարժում ցույց տվող բայերը, որոնք որ passé composé կազմում են այդ բայով։ Ուրեմն, որոնք են շարժում ցույց տվող բայերը, որոնք որ passé composé կազմում են այդ բայով, հետո մենք կբացատրենք նաև որ դեպքում են, որ իրանք սկսում են խոնարհվել avoir բայով։ Շարժում ցույց տվող բայերն են, օրինակ, aller, venir։ Aller-ն առաջին խմբի բայ է, venir երկրորդ խմբի բառ։ Il est allé, elle est allée։ Ուշադրություն, aller, elle est allée, վերջում մենք ավելացնում ենք ևս մեկ այլ որը ցույց է տալիս իգական սեռը։ Arriver, partir։ Arriver առաջին խումբ, partir երկրորդ։ Partir, elle est sortie son portable, նա հանել իր հեռախոսը։ Rentrer, մենք ներս ենք տարել աթոռները, nous avons rentré les chaises։ Ուշադրություն, sortir երկրորդ խմբի բայ է, rentrer առաջին, retourner նույնպես առաջին, je retourne les livres, ես վերադարձրել եմ կամ շրջել եմ գիրքը։ Rester առաջին խմբի բայ, devenir երկրորդ բայը։ Naître, mourir, tomber, naître ծնվել, mourir մեռնել եւ վերջացնենք entrer մտնել բայով։ Այսպիսով մենք տեսանք, որ շարժում ցույց տվող բայերը ընդամենը 14-ն են, որոնք passé composé կազմում են այդ բայով։ Ուշադրություն կխնդրեմ դարձնել այն փաստի վրա, երբ որ շարժում ցույց տվող բայերը սկսում են passé composé կազմել ունենալով ուղիղ լրացում, ապա նրանք խոնարհվում են ոչ թե être բայով, այլ avoir բայով։ Այսինքն COD-ն անմիջական լրացումը, որը որ գալիս է լրացում է նախադասության որևէ գործողություն, ինքը արդեն ստիպում է, որ այդ բայը խոնարհվի avoir-ով և passé composé կազմվում է այլ կերպ։ Հիմա ես ձեզ կոնկրետ օրինակներով ցույց կտամ։ Օրինակ, monter բայի վրա, j'ai monté l'escalier։ Մենք այստեղ տեսնում ենք l'escalier-ն ուղիղ լրացում և այդ նման դեպքում մենք monter բառը բայ է, ավելի ճիշտ, սենց ասենք, ինքը խոնարհվում է avoir բայում և կիրառվում է ուղիղ լրացման հետ։ Իսկ եթե մենք ասում ենք
էլեմոնտե, չկա լրացում, ապա էլեմոնտե։ Մենք ավաղ բայը չենք օգտագործում, այլ օգտագործում ենք էդխ բայը։ Իսկ թվում է հասկանալի։ Հիմա նորից կամրապնդեմ։ Հիշենք, որ բայը խոնարհվում է էդխով, այսինքն շարժում ցույց տվող բայերը խոնարհվում են էդխով եւ մասնակիցը ըստ անհրաժեշտության համաձայնեցվում է անձի հետ։ Երբ բայը խոնարհվում է ավուաղով, մասնակիցը համաձայնվեցվում է ուղիղ լրացման հետ եւ այն գրվում է բայից առաջ։ Ուշադրություն դարձրեք այս կանոնին, դա ճիշտ ֆրանսերեն սովորելու համար է եւ երբեք չշփոթեք։ Հիշեք, կանոն կանաչ լույսով թե կարմիր լույսով։ Եթե բայը չունի ուղիղ լրացում, ուրեմն էդխը բայով է խոնարհվում, կազմվում, պասը կոմպոզեն եւ կիրառվում։ Եթե բայը ունի ուղիղ լրացում, էդխը հանում եք, դնում եք ավուաղը։ Ինձ թվում է չեք շփոթի։ Օրինակներ. Մոնտե, j'ai monté l'escalier, ես բարձրացել եմ աստիճաններով։ Քանի որ էսկալիեն գալիս է որպես ուղիղ լրացում, մենք մոնտե բայը, որպես շարժում ցույց տվող բայ, արդեն խոնարհում ենք avoir բայով։ Descendre, il a descendu la rue, նա իջել է փողոց, փողոցը արդեն ուղիղ լրացում է։ Ինձ թվում է հասկանալի եմ ես ասում։ Les escaliers qu'il a monté, աստիճանները, որոնք նա բարձրացավ, elle a monté, ոչ թե elle est monté։ L'escalier-ն արդեն ուղիղ լրացում, այստեղ դեռ բառական դերձված է համացվում է լրացած բայրացում է նույնպես այն օգտագործվում։ Ահավասիկ էկրանին դուք տեսնում եք վարժություններ։ Ես այն դրել եմ, որպեսզի դուք լրացնեք, լրացնում եք YouTube-յան էջում, միջայլոց ես հետո կարդում եմ ու տեսնում եմ եւ բացատրությունը գրում եմ։ Բարեկամներ, լեզու սովորելու ամենակարևոր գործողությունները պետք է հետևողական լինեն եւ ամենակարևոր գործոնը նաեւ այն է, որ ամեն օր պետք է գոնե 15 րոպե պարապել, աշխատել սկզբունքային ձևով։ Դա այն սովորելու կարգն է, ոչ թե ասել լավ է շաբաթը 1 կամ 2 անգամ 2 ժամ կտրամադրեմ, դա էլ է լավ, տրամադրեք ամրապնդելու համար, բայց ամեն օր այդ 15 րոպեն տրամադրեք, որպեսզի ավելացնեք ձեր գիտելիքները ֆրանսերեն լեզվի համար, քանի որ մոտ ժամանակներում այն շատ կարևոր է դառնալու, եթե դուք չունեք էցության թուղթ, ես չեմ խոսում կացություն ստանալու պահի մասին։ Ես ձեզ եմ ներկայացնում մի շարք խոսակցական ձևեր, որոնք օրինակ վերաբերվում են առօրյա ողջույններ, բարևներ։ Օրինակ արտահայտություններից մեկը սաղուլը ռուլե բայն է, որը նշանակում է գլորել, բայց այստեղ մենք այսպես ենք հասկանում, ամեն ինչ լավ է, սա խոսակցական ձև է։ Խոսակցական արտահայտություններ ամենահետև զրույցի ժամանակ, օրինակ տնքետ, այսինքն մի անհանգստացի, ու սա մախշե ասենք քայլել, բայց մենք ասում ենք համաձայնես, սա գործում է եւ այլն, սրանք պետք է անգիր անել։ Խոսակցական ժարգոնային արտահայտություններ, օրինակ սա me prend la tête, prend այսինքն վերցնել, բայց մենք այստեղ հասկանում ենք դա ինձ նյարդայնացնում է։ Կամ այլ հուզական արտահայտություններ, սալող, զարմանք, quel bizarre, ինչ քահոս, bizarre, շատ զարմանալի է, կամ ասենք ասում ես oh là là, կամ ասենք կերակրի եւ խմիչքի հետ կապված արտահայտություններ, երբ որ սոված է ասում է je la dalle, չզարմանաք, եթե ասեն, չեն ասում շեֆամ, ասում են je la dalle, երբեմն պետք է այդ խոսակցական արտահայտությունները հասկանալ։
Այսպիսով, սիրելի բարեկամներ, այսօր մենք ավարտում ենք մեր այսօրվա դասը, հուսով եմ, որ ձեզ համար ես օգտակար եղավ, նոր բաներ սովորեցիք, եթե արդեն գիտեիք ամրապնդեցիք, ավելի վստահ եք, և չմոռանաք նաև բութ մատը սեղմել նաև զանգակը, որպեսզի տեղեկացված լինեք մեր հաջորդ դասերի մասին։